Բացվել է Բաքու-Թբիլիսի կարս երկաթուղու Ախալքալաք-Կարս հատվածը, որը Ադրբեջանը, ինչպես ասում են, վերջապես կապել է Թուրքիային եւ Եվրոպային։ Ի սկզբանե Հայաստանը շրջանցելու համար ստեղծված երկաթգծային ուղու հեղինակն ու ֆինանսավորողը Ադրբեջանն է, բայց առաջինը դրա բացման մասին հետաքրքրական կերպով չի հնչում ոչ Բաքվից, ոչ Անկարայից, ոչ էլ Թբիլիսիից, այլ Նիկոլ Փաշինյանից։ Ուզում եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման արդեն բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։ Փաշինյանը դեպի Եվրոպա արտահանումների աննախադեպ հնարավորությունից եւ Թուրքիայի հետ ուղիղ տնտեսական կապերի ստեղծումից է խոսում։ Սա անում է Ռուսաստանում հայկական միրգ բանջարեղենի, խմիչքների եւ այլ տնտեսական ապրանքների մուտքի եւ վաճառքի կասեցման ֆոնին։ Անդրողները հատկապես ովքեր որ գյուղերում են ապրում, գյուղատնտեսությամբ են զբաղվում կամ գյուղմթերքների առևտրով են զբաղվում, նույն ծաղիկներին վերաբերում հասկանում են, թե դա ինչ հարված կարող է լինել տնտեսության վրա եւ կոնկրետ այդ մարդկանց համար։ Եվ այդ առումով ինքը այդ նման հայտարարության միջոցով փորձում է ցույց տալ, որ ինչ որ այլ երթուղի է բացվում։ Այս երթուղու բացումն աղետաբեր է լինելու Հայաստանի տնտեսության համար, պնդում է քաղաքագետը։ Հայաստանը Եվրոպային առաջարկելու գրեթե ոչինչ չունի Եվրոպայի սահմանած բարձր ստանդարտների պատճառով։ Հայաստանից Եվրոպա արտահանումների ծավալը ամբողջի ընդամենը 5%-ն է կազմում, հիմնականում հանքանյութ։ Այստեղ լոկ համապատասխանելու հարցը չէ, որովհետև դրանից հետո դեռ պետք է հասկանալ, իսկ Հայաստանը կարող է մրցակցել այդ շուկայի համար այնպիսի խոշոր խաղացողների հետ, ինչպես օրինակ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Արևելյան Ասիայի մի շարք այլ երկրներ, որոնք թե ստանդարտացման հարցում, թե քանակի հարցում ծավալի եւ էժան աշխատուժի շնորհիվ պարզապես կարող են անգամ չնկատել Հայաստանին։ Իսկ Հայաստանը այս երթուղում շահագրգիռ կողմ չի կարող լինել, ինչպես Փաշինյանն է ներկայացնում։ Այդ Թուրքիան է ուղիղ ելքի հնարավորություն ստանում դեպի հայկական շուկա, որը փաստի առաջ է կանգնեցնելու հայ տնտեսվարողին, հատկապես գյուղմթերքի իրացման շուկայում։ Եվրոպական որևէ երկիր չի կարողանում դիմագրավել թուրքական ապրանքների էքսպանսիան եւ Հայաստանը լինելով ավելի փոքր եւ խոցելի երկիր առավել եւս չի կարող նման հնարավորություն ունենալ։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ հայկական ապրանքները, գյուղմթերքները եւ դրանից վերամշակումը դրանից ստացվող արտադրանքը դուրս է մնալու շուկայից։ Մանասերյանը պնդում է, սահմանները փակ պահել պետք չէ, բայց բացելու համար տնտեսական լուրջ հաշվարկներ են պետք։ Թուրքիայից Հայաստան ներմուծումը տնտեսագետի տվյալներով 60-ից 70 անգամ գերազանցում է հակառակ ուղղությամբ արտահանմանը։ Ընդգծում է, նման վիճակագրություն ունեցող երկիրը լրջագույն հաշվարկներ պետք է կատարի, տնտեսապես պարտված դուրս չգալու եւ ԵԱՏՄ շուկայի կրճատման դեպքում թուրքական շուկայից կախվածության մեջ չհայտնվելու համար։ Սետա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։